1919 թվականին նա տպագրեց Ղարաբաղ հոդվածը, որն այսօր էլ ապշեցնում է իր արդիականությամբ և հրատապությամբ։ Նա իր ժամանակի մեծագույն ռուս գրողների Ալեքսանդր Բլոկի, Սերգեյ Եսենինի ընկերն էր, ինքն էլ նշանավոր դեմք և անվանի հասարակական գործիչ։ Հունիսի 7-ը ռուս գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մեր ժողովրդի մեծ բարեկամ Սերգեյ Կարադեսկու հիշատակի օրն է։ Այդ նա էր, որ Ղարաբաղը անվանեց նվիրական ամրություն ողջ հայության համար։ Հետաքրքիրն այն է, որ Կարադեսկին մի քանի իրողությունների է անդրադառնում շեշտելու համար այն մեծ արժեքը, որ Ղարաբաղը ունի մեզ համար, հայերիս համար։ Առաջինը արդեն ասացինք, դա նվիրական արժեք է Արցախը հայերի համար։ Երկրորդը բնությունը, որը ուղղակի հիացրել էր Սերգեյ Կարադեսկուն։ Բնությունը, ասում է Կարադեսկին, հսկայական նշանակություն է տվել հենց իրեն, Արցախին։ Այստեղ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք Կարսի և Սևանի լեռնաշղթաների շարունակությունն են, ավելի քան 2000 տարի հայ ժողովուրդը դիմակայում է քոչվոր ցեղերի ճնշումներին, պահպանելով իր մշակույթը և ազգային դիմագիծը։ Անդրադառնում է Կարադեսկին նաև ազգագրությանը, լեզվին Արցախի։ Ասում է, որ ազգագրական առումով, տնտեսությամբ և լեզվով միատարր լինելով, Ղարաբաղը Հայաստանի միշտաբերդն է։ Սա շատ կարևոր իրողություն է, որ շեշտում է Կարադեսկին։ Հայաստանի արևելյան թևը, այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է հիմա, այդպիսին լինելու է ընդմիշտ, քանի որ Հայաստանի սիրտը, արիացյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել առանց Ղարաբաղի։ Անդրադառնում է Կարադեսկին նաև իր համար շատ սիրելի արցախցու տեսակին, իբրև մարդ հիացած է եղել այն արցախցիներով, ում որ ինքը հանդիպել է իր շրջագայությունների ընթացքում, իսկ նա շրջել է ամենուր, եղել է Վանում, Արևմտյան Հայաստանում, եղել է Հայաստանում, Թումանյանի մտերիմ ընկերն է եղել, հայերեն սովորել է, և նրա ուսուցիչը եղել է Թումանյանի որդին, Հավլիկ Թումանյանը։ Ահա թե ինչ բարեկամի հետ մենք գործ ունենք։ Անդրադառնալով արցախցու վառ արտահայտված տեսակին, Կարադեսկին նշում է. աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին ամենուր կարելի է հեշտությամբ ճանաչել։ Գործունեության մեծ թափ, անձնուրաց քաջություն, ռիսկի դիմելու հակում, ինքնավստահություն, յուրատեսակ համառություն, շիտակ, հաստատամտություն, ընտանեկան կենցաղում նահապետական, ահա ղարաբաղցու հավաքրելի գծերը, որոնք, ասես հայկական հնագույն առաքինությունների խտացումը լինեն, պատմության դաժանություններից ինչ-որտեղ խաբրած ու իրենց անաղարտ վիճակում Ղարաբաղում պահպանված են այդ հատկանիշները, վեհանձն, ամրակաց մարդիկ են արցախցիները, ովքեր կյանքը փրկելու համար ծվարել են լեռներում, կոփվել լեռնային օդում ու անվնաս մնացել վարակներից, որոնց ենթակա են հարթավայրում ապրողները։ Այսպիսին է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար։ Այս մեծ սերը, որով նա սիրեց մեզ, արժանացավ նաև փոխադարձ սիրո։ Ահա ինչու Կարադեսկին ասում էր. ես կարող եմ թակել, ես կարող եմ եղբոր նման մտնել Հայաստանում ցանկացած տուն և գիտեմ, որ ինձ ընդունելու են եղբոր պես։ Բարեկամներ, մենք հաճախ ենք ներկայացնում նոր հրատարակված գրքեր, բայց այս անգամ ավանդույթը պիտի խախտենք և ձեզ ներկայացնենք գիրք, որը շուտով պիտի հրատարակվի։ Կարծում եմ այն, ինչ պիտի ներկայացնենք այսօր, հետաքրքրություն կարթնացնի և դուք կսպասեք, թե երբ լույս կտեսնի այն գիրքը, որի մասին ես ուզում եմ խոսել։ Հեղինակը Էդուարդ Խալտ, Ալբինոսների երկիրը։ Այս գրքին, անկեղծորեն պիտի ասեմ, մեր ընթերցողը սպասել է երկար։ Ժամանակակից հայ արձակի, մեծ հարահոսում, հաճախ ճապաղ ու անասելի խոսքի
տասնամյակներ ձգվող քարավանի մեջ սպասում էինք մեկին, ով կգա իր անհանգստությամբ, կգա իր տառապանքով, իր ցավով մեր հոգին բուժելու։ Լարված, տագնապներով լեցուն ժամանակը իր տարեգրին էր փնտրում ու գտավ։ Էդուարդ Խալդին մեր ընթերցողը ճանաչեց ու սիրեց շատ տասնամյակներ առաջ ու պատրաստ էր հենց նրանից լսելու գրականության նոր խոսքը, բայց պարզվելու փոխարեն հայոց երկրում ավերվեցին եղած ավանդույթները, խառնվեց կյանքում ամեն բան, առաջնորդները մեր նոր ուղիներ հարթելու փոխարեն ավերեցին եղած արահետները անգամ, խոսքին փոխարինելու եկավ աղմուկը, երկխոսությունը վերածվեց ատելության ու թշնամանքի եւ լռեցին ճշմարիտ ու արդար գրիչները, բայց մենք չմոռացանք նրան, ով ոգևորել էր իր ընթերցողին գրչի բացառիկ ինքնատիպ դրսևորումներով, ինքնատիպ ոճով, եւ ահա եկավ հերոներից մեզ հասավ իր մատյանը, որ այն էր, ինչ որ խոստացել էր, եւ երբ թերթեցինք էջերն այս գրքի, տեսանք, որ սա այն գիրն է, որ խոստացել էր ժամանակի տարեգիրն ու վկան, հոգիներ ճանաչողն ու կարդացողը, Էդուարդ Խալդը։ Ես իրեն ճանաչում եմ շատ վաղուց։ Մեր անկախության առաջին շրջանից, առաջին տարիներից մենք մտերիմ ընկերներ էինք եւ ահա իր գիրքը պիտի հրատարակվի Համահայկական գրողների միության հրատարակչության կողմից։ Եվ այսպես, ինչի մասին է այն գիրքը, որ ձեզ ներկայացնում եմ։ Ասացի վերնագիրն է Ալբինոսների երկիրը։ Սա լեռներից իջած հեղեղի նման ալեկոծելու է մեր հոգին։ Մեր առջև դնելու է մեր իսկ նկարագիրը։ Իր դաժան հայելու մեջ բացելու է վերքերը ժամանակի, քննելու, զննելու է մեր գաղտնիքը ու հարցնելու է. արդյոք մենք նրանցից ենք, որ իրավունք ունեին թոթափելու լուծը։ Մեզ տանելու է այնտեղ, որտեղ գայթեցինք, սխալվեցինք եւ ընկանք։ Ինչու՞։ Որովհետեւ մեզնից շատերը այսօր անտեղյակ են հոգուց։ Դա վերջ չունեցող մեր դժբախտությունների հիմնական պատճառն է։ Այո, հեղինակը ճիշտ է։ Այսքան անտարբերություն հայոց երկրում հոգու մշակույթի հանդեպ երբևէ չի եղել։ Երբ ամեն քայլափոխի հանդիպում ես դժգոհ դեմքերի, երբ բոլորն են հոգնած, իսկ երիտասարդներն արդեն ծեր են, երբ ժպիտ ես փնտրում ու չես գտնում, երբ ամենուր պակասեց կենթանության շունչը եւ գործողներին փոխարինեցին միայն խոսողները, նա ժամանակի վկան ու տարեգիրը կանգնած խոհերի խաչմերուկում կանչում է բարձրաձայն։ Մեռած հոգիներին պետք է հրաժեշտ տալ։ Եվ ես առաջինը կարտասվեմ հրաժեշտի պահին։ Ամենևին չեմ ամաչի իմ արցունքներից, որտեվ դրանք ուրախության արցունքներ կլինեն։ Հայաստանն այսօր միջակությունների վրա է կառուցվում, ասում է գրողը։ Այսօր նրանց է ճանապարհ տալիս, թե ուր կտանեն մեզ կիսագրագետ, ազգային եւ պետական մտածողությունից զուրկ, սպառողի հոգեբանությամբ դաստիարակված եւ ապրող նորաթուխ գործիչներն ու իշխանավորները դժվար չէր կռահել։ Մեծ պատերազմի ժամանակ ու նրանից հետո մենք չարեցինք ամենակարևորը, մոռացանք հերոսներին, մինչդեռ մեր հերոսները հաղթել էին մեր չիմացած պատերազմում, ու մենք հիմա շփոթահար հարցնում ենք. միթե Արաքսից այն կողմ պահախարույկի շուրջ հայ զինվորներն էին նստած, միթե դեղին ավազներին արյունով գրված էր ողջեր մեր վրեժը չմոռանաք, միթե դրանք գրված էին հայերեն տառերով։ Այո, ասում է այս գիրքը, այն հեռավոր օրերին Արաքսից այն կողմ հայ զինվորներ կանգնած եւ բառերն էլ դեղին ավազներին հայերեն տառերով էին գրված։ Ուրեմն ովքեր ենք մենք այսօր։ Մենք ովքեր ենք լինելու վաղը։ Գրողը կյանքի ու նոր հայրենիքի երազն ունի։ Չի ընդունում տգիտության ու բանականությունից զուրկ այս ժամանակը,
որում ստիպված եղավ ապրել իմ ու ձեր սերունդը։ Տեսել է ստախոս ու ճարպիկ ձեռնածու, տգետ իշխանատենչ ու լկտի քաղցենի հարմարվող ու ստորաքաշ մարդիկ եւ մերժում է այդ ժամանակը։ Եվ մեր ողբերգությունն այն էր, որ հենց սրանք տեղ գտան մեր պետական կառույցներում, մեր բուհերում եւ բոլոր ոլորտներում։ Եթե իրոք ուզում ենք ողջամիտ եւ առողջ հոգով սերունդ ունենալ, ասում է գրողը, պետք է մեկընդմիշտ ազատվենք ազգի անունից շատախոսող տկարամիտներից եւ ոչ մի դեպքում նմանների հանդեպ չլինենք ներողամիտ, որտեւ չարիքը արմատախիլ պիտի արվի։ Էդվարդ Խարլը գաղափարական գրող է։ Ահա ինչու իր բոլոր գրվածքներում գլխավոր հերոսը միտքն է, գաղափարը, եւ եթե կերպարներ են հանդիպում, մարդիկ, անհատականություններ, անձեր, տղամարդիկ ու կանայք, ապա նրանք բոլորը ապրում են մեծ գաղափարը ցոլացնելու համար։ Անցյալ բոլոր ժամանակներում մեզ առաջնորդել են, մեզ ուղղորդել են, մեզ ղեկավարել են, բայց ովքեր մեզ սովորեցրել են, մեզ դաստիարակել են, մեզ քարոզել են, բայց ովքեր են եղել մեր քարոզիչները, կերտել են մեր հոգին, զբաղվել են մեզնով, սերմանել են պետական մտածողություն ու մեզնից քաղաքացիներ մշակել են, ուր են դարբնոցները եւ ովքեր են դարբինները։ Ահա գլխավոր հարցը այս գրքի, որը շուտով պիտի հրատարակվի։ Ահա մի հարց, որը հնչում է մեր գրականության մեջ առաջին անգամ։ Սպասենք հետաքրքրությամբ, երբ լույս կտեսնի այս հրաշալի գիրքը, որը բացառիկ դեր է կատարելու մեր գրականության մեջ։ Իռլանդացի գիտնական ու լրագրող, արևելյան լեզուների եւ համեմատական լեզվաբանության մասնագետ, նա 1880-ական թվականների սկզբին աշխատել է Ռուսաստանում, Պետերբուրգի, ապա Խարկովի համալսարաններում։ Ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը, պարապել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել է հին հայկական պատմական սկզբնաղբյուրներ։ 1895 թվականին որպես Լոնդոնի Daily Telegraph թերթի խմբակից եղել է Արևմտյան Հայաստանում այնտեղի իրադարձությունները լուսաբանելու համար։ Նա Էմիլ Դիլոնն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը։ Չնայելով թուրքական իշխանությունների հարուցած դժվարություններին, նա հավաքում էր մեծ քանակությամբ արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են թուրքական կառավարող շրջանների մեղսակցությունը, մեղավորությունը հայ բնակչության զանգվածային ջարդերում։ Այդ տվյալների հիման վրա գրել է հայկական հարցին վերաբերող հոդվածաշար, տպագրել է անգլիական մամուլում։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իրադրությունը Հայաստանում, Ձախողում Հայաստանում եւ այլ հոդվածներ անգլերեն լեզվով ընթերցողին ծանոթացնում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, փաստական հարուստ նյութ պարունակում թուրքական կառավարության 19-րդ դարի 90-ական թվականների հակահայ քաղաքականության մասին։ Դրանցում տրվել է նաև եվրոպական տերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հայկական հարցում վարած քաղաքականության վերլուծությունը։ Դիլոնի հրապարակումներում արտահայտվել է անգլիական հասարակական շրջաններում ժամանակին լայն տարածում գտած այն կարծիքը, թե թուրքական լծից հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանին իրավունք տալ գրավել Արևմտյան Հայաստանը։ Դիլոնը գրում է, որ Մեծ Բրիտանիան աչք փակելով հայ ժողովրդի նկատմամբ թուրքական դաժանությունների վրա, դրանով խրախուսել է զանգվածային ջարդեր կազմակերպելուն։ Նրա կարծիքով հայերը դարձել են Մեծ Բրիտանիայի շահադիտական քաղաքականության անմեղ զոհերը։ Էմիլ Դիլոնը ծնվել է Դուբլինում, Իռլանդիա, մարտի 21-ին, մահացել է 1933-ին,
հունիսի 9-ը մեծ մարդասերի հիշատակի օրն է։ Սրանից 30 տարի առաջ 1996 թվականին լույս տեսավ Հայաստանի գրողների միության նոր դար ամսագրի առաջին համարը։ Դա բացառիկ իրադարձություն էր։ Իմ ձեռքին մեր հատորներից մեկն է նվիրված Գուրգեն Մահարու 100-ամյակին։ Սա բացառիկ հրատարակություն է, որտեղ ծավալուն, նման ծավալով մենք հանդես ամսագիր երբևէ չենք ունեցել 414 էջ։ Ամբողջովին նորություն Գուրգեն Մահարու կյանքին վերաբերող հետաքրքիր տվյալներ եւ նոր դարի բոլոր համարները հենց այսպեսին էին, ուղղակի մեծ հետաքրքրություն արթնացնող, շլացուցիչ փայլով մտավ հրապարակ։ Մյուս յուրահատկությունը նոր դարի այն էր, որ ինքը սկսեց տպագրվել այն ժամանակ, երբ մեր թերթերը, մեր ամսագրերը լռել էին։ Նոր դարը դաշտում միակն էր 90-ական թվականներին։ Ամսագիրը բերում էր հարուստ բովանդակություն, ընտիր պոեզիա, հրաշք արձակ, դրամատուրգիա, սքանչելի թարգմանություններ բնագրից։ Այս ամենը նորություն էր 1990-ական թվականներին։ Դուք միայն տեսնեիք, թե ինչ աշխուժություն էր գրողների միությունում եւ ինչքան ոգևորված էինք մենք։ Մյուս առավելությունը կամ մյուս արժանիքը նոր դարի այն էր, որ այստեղ ամսագիրը հավաքեց ժամանակի լավագույն գրողներին։ Ավելի քան 70 գրող աշխատում էր մի ամսագրում։ Աշխատավարձ էին ստանում միայն այն բանի համար, որ տաղանդավոր գրողներ էին։ Մեր մոդեռնիստները, ավանգարդիստները, նոր խոսք բերողները, նոր ասպարեզ բացողները բոլորը հավաքվել էին եւ միասնաբար կերտում էին անկախության շրջանի գրականությունը։ Սա բացառիկ բան էր։ Եվ մի ամսագիր, որ այնքան սիրելի դարձավ ու առ այսօր այդ ամսագիրը կա, ահա ինքը պրակտիկորեն վերացրել էր գործազրկությունը գրական աշխարհում։ Բոլոր գրողները աշխատանք ունեին։ Դուք պատկերացնում եք, թե ինչ արեց նոր դարը 90-ական թվականներին։ Դրանք իմ կյանքի լավագույն տարիները դարձան, քանի որ մենք նորդարականներս կերտեցինք անկախության շրջանի գրականություն։ Արմեն Մարտիրոսյանն ու Վահե Օշականը, Լևոն Խեչոյանն ու Ռաֆայել Նահապետյանը, Վահան Թամարյանը, Արտակ Համբարձումյանը, Սամվել Զոլոյանն ու Արշակ Քոչինյանը, Արտաշես Յայլոյանը, որ բացառիկ թարգմանիչ էր, մեր սքանչերի Սետ Կուրազյանը, Վահան Տեր-Ղազարյանը, Գարուն Աղաջանյանը, Ղևոնդը, Արարթյանը, Մանասեն եւ ուրիշ շատ անուններ։ Նրանք իսկապես կարողացան Հայաստանի գրողների միության հարկի ներքո բերել այն նորը, որի կարիքը ընթերցողը զգում էր։ Նոր դարի մյուս յուրահատկությունը այն, որ մենք ուսուցիչներ ունեինք, հովանավորներ ունեինք, եւ այդ հովանավորները նախ եւ առաջ մեր էսթետիկական հովանավորներն էին, մեր ուսուցիչներն էին նրանք, ովքեր սիրում էին եւ ում առաջարկով էլ հենց ծնվել էր նոր դարը։ Սերո Խանզադյանն ու Համոսայանը, Վահագն Դավթյանն ու Մարո Մարգարյանը, Հրաչյա Հովանիսյանը, Ալիսիա Կիրակոսյանը, Ռազմիկ Դավոյանն ու Հրաչյա Սարուխանը։ Ահա թե ինչ սքանչելի աշխարհ էր բացում նոր դարը։ Այդ է պատճառը, որ երբ մենք որոշեցինք մեր գրական ընտրանին տպագրել, կոնկրետ այս համարում ներկայացվում է պոեզիան, նորդարական պոեզիան։ Դուք երևի տեսնում եք, մենք սկսում ենք մեր ուսուցիչների լուսանկարներով։ Այստեղ Մարո Մարգարյանը, Համոսահյանը, Դավթյանը, Հրաչյա Հովանիսյանը, հետո գալիս են առավել երիտասարդները։ Սա նորդարական պոեզիան է։ Նույն սկզբունքով էլ մենք տպագրեցինք նորդարական արձակը, աննման մի հատոր, որտեղ էլի մենք մեր հարգագի турքը մատուցեցինք մեր գրողներին, արձակի բնագավառում մեր ուսուցիչներին, Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոս, գիտեք որ նա նաև տաղանդավորագույն գրող է եղել, հրաշալի ոճի տեր, Աղասի Այվազյան, Սերո Խանզադյան, Հակոբ Կարապենց, Վահե Օշական, Մուշեղ Գալշոյան, Հովհաննես Մերքոնյան եւ այլն։ Ահա այսպիսին էր նոր դարը։ Սակայն ես այսօր, երբ մտածում էի այս զրույցի վերաբերյալ, մտածում էի ում անունը պիտի տամ առաջինը եւ անվերապահ որոշեցի, իհարկե բարեկամիս Արմեն Մարտիրոսյանի։
Այն ժամանակ, երբ Արմեն Մարտիրոսյանը նոր դարում եւ մեր հրաշալի թերթում հորիզոնի մեջ վարում էր զարդաքանդակներ բաժինը, երբ մի բաժնով ներկայացվում էր միջնադարյան հայ պոեզիան եւ նրա կողքին հրատարակում ենք ժամանակակից գրողներին, Արմենը այնպիսի գեղեցիկ կամուրջ էր կերտել գրական ժառանգորդության, որով ցույց էր տալիս, թե որքանով ենք մենք շարունակում մեր դասական պոեզիայի, հատկապես միջնադարյան պոեզիայի ավանդույթները։ Առաջին օրինակը հենց ինքը տվեց։ Բացառիկ տաղանդիտ էր Արմեն Մարտիրոսյանը։ Այն ժամանակ, երբ Արմեն Մարտիրոսյանը ղեկավարում էր գրականության բաժինը նոր դարում, գրողների միությունում միջակություններ չկային, որովհետև կար խստապահանջ հայացքը Արմեն Մարտիրոսյանի, բառի մոգը, բառին սիրահարված մեծ պոետը, իսկապես այն վերաբերմունքը, որ ուներ Արմենը բառի նկատմամբ, այլևս որևէ կերպ ոչ միտեղ չկրկնվեց։ Դա հենց իր գեղարվեստականության չափանիշն էր։ Հետաքրքիր է, որ Արմեն Մարտիրոսյանին հենց այդպես բառին նվիրված մոգ, այդպես է հիշում նաև նրա կինը, մեր բարեկամը Ջուլիա Մարտիրոսյանը։ Հետաքրքիր էր Արմեն Մարտիրոսյանի հարաբերությունը բառի հետ։ Բառը նրա համար ամեն ինչ էր։ Դուք չեք տեսնի մի բանաստեղծություն, որտեղ բառը իր տեղում չլինի։ Բառը նրա համար ամենից կարևոր էր։ Բառը մեղեդի էր նրա համար, բառը նրա համար ոչ միայն մեղեդի էր, նաև գույն էր։ Եվ յուրաքանչյուր այ կամայական բանաստեղծություն վերցրեք, կտեսնեք, թե որ նա ձգտում է միշտ կատարյալին։ Նա ասում է ամեն ինչ հագնում է գաղտնիքը, ուրեմն վարագույրը գաղտնյաց։ Դրա համար էլ ձգտում է կատարելության։ Շտապիր Արմեն, գնա առանց հետ նայելու, դեպի անշոշափելին եւ կատարյալը, դեպի կատարյալը եւ բանաստեղծությունը, եւ դեպի կատարյալը եւ սկիզբը, որտեղ ամեն գաղտնիքն էր, սկիզբը ամենայնն։ Ես հիշում եմ այդ ուրախությունը, երբ մենք հավաքվում էինք թերթը էջադրելու, ամսագիրը էջադրելու, գրողների նմանորը փեթակի։ Ամբողջ առաջին հարկը ուղղակի խմբագիրներ, բանաստեղծներ, հրատարակչական բաժնի աշխատողներ, թարգմանիչներ, մեծ երջանկություն էր, եւ ես տեսնում էի իմ աշխատողներին, իմ ընկերներին, ովքեր ինձ տվեցին ամենաթանկ բանը, գրական, ստեղծագործական երջանկության այդ զարմանալի բանը։ Արմենը, ինչպես ասացի, բաժիններ էր վարում, գրական, զարդաքանդակներ եւ այլն, ու մեծ սիրով ներկայացնում էր, դա իր նախասիրությունն էր, հայ միջնադարյան պոեզիան, ասեմ, որ ինքը անգիր գիտեր Նարեկացի։ Ոչ մեկս չգիտեինք, տող արտող գիտեր, սիրահարված Նարեկին, այդպես էր ապրում Արմենը, եւ իր մարգարտաշար ձեռագրով գրում էր բանաստեղծություններ, հոդվածներ, խրախուսելու համար այն հեղինակներին, ովքեր պիտի անդրադառնան մեր միջնադարյան պոեզիայի ավանդույթներին։ Բայց մեզ համար ամենից գրավիչը, հաճելի, իսկապես երջանիկ պահը այն էր, երբ Արմենը հանդես էր գալիս մեր թերթում եւ մեր ամսագրում իր սեփական ստեղծագործություններով։ Հրաշք էր, ինչ որ բերում էր նա, սքանչելի էր, ինչ որ ասում էր նա, եւ ամեն գործի մեջ պատմություններ արտնացնում, հայ մշակույթի ոգեղենություններ բերում, իսկապես մեծ գրողի տաղանդով ու վարպետությամբ։ Վերջին շրջանում հաճախ է առեթինում, որ համայնքական գրողներությունը մասնակցի միջազգային գրական խորհրդաժողովների եւ երբ ես ներկայացնում եմ ժամանակակից գրականությունը, այնտեղ փայլում է իբրև բարձր մի աստղ Արմեն Մարտիրոսյանի հանճարը։ Իսկապես մենք գործ ունենք միջազգային արժեք ունեցող գրողի հետ, որը վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից եւ իր գործը, իր ստեղծագործությունը, իր տաղանդավոր գրվածքները արդեն մաս են կազմում համաշխարհային գրականության։ Եկեք իր ասմունքով ունկնդրենք իր հրաշքներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոց պոեմը։
Իմ նկատմամբ ուշադրություն եղել է հենց թեկուզ եթե ոչ պետական այրերի կամ պետության ուշադրությունը գոնե իմ միջավայրի իմ ընկերների ուշադրությունը եղել է եւ եթե այսօր ասենք իրենք խոսում են նաեւ ի նկատի ունեն իմ այդ անմնացորդ նվիրումը գրականությանը որովհետեւ ինձ համար բառը իրակունային երանգներով, իր երաշտական հնչողությամբ, նաև իհարկե բառարանային իմաստով էլ շատ մեծ արժեք ունի եւ ես այդ բառի ճորտն եմ եղել տարիներ շարունակ իմ գրական ամբողջ կյանքում։ Եվ մի խնկի ծառ է աճում պատերի մեջ ու խորանի, խորքում վաղուց թաղված աճյուն, վրան խունկից պեղանի, խունկ են ծխում ջահել ու ծեր, թևատարած ճյուղերն արդեն, էլ ոչ մի շուխ չի մնացել, որ չաղոթի աճյունի դեմ, ով է թաղված մարմարի տակ, ինչ է փնտրում մութ խորանում, ջերմակաթև մի հրեշտակ, գերեզմանից չի հեռանում, սպասում է նա հրաշքի եւ Աստծո մոտ էլ չի դառնա, մինչև խնկից ու աղոթքից թաղվածն ինքը չհամբառնա, Զարթիր տղա, ժամն է եկել, էլ մի գրկիր դամբանը թաց, այն շիվը, որ դու ես տնկել, ծառ է դարձել համատարած, տերևները թափվում են ցած, արցունքներն են ծառի ճյուղի, ամեն պտուղ հասունացած, ուխտավորն է հացիկ գյուղի, եւ երկինքն է զոհասեղան, հավատացյալ, արևն է պերճ, եւ լուսինն է ծեր աբեղան, իր սև գունատ հագուստի մեջ, երկնում շարժվեց լույսի միակ, Տերը ձեռքերն է տարածում, օրորվում է նա իր միակ եւ հարության օրորոցում, եւ պատարագ են մատուցում, արեգակն ու լուսինն անվերջ, կարծես Աստված է հատուցում, լուր հալվելով խորանի մեջ, այդպես Աստված է հատուցում, ցած է իջնում, խաչվում նորից, որ հարության օրորոցում քո աճյունը տեղավորի։ Նա երբեք ոտք չդրեց Հայաստանի հողի վրա, բայց շատ խոր հետք թողեց մեր գրականության ու մշակույթի պատմության մեջ։ Նրա աննման հրաշք պոեզիան, ներծծված հայկական բանաստեղծական ժառանգության մոտիվներով դարձավ երկու մշակույթների հայկական եւ ռուսական պոեզիան կապող կամուրջ։ Նա մեծահամբավ Աննա Ախմատովան էր, ով ոգեշնչվել էր Հայաստանով իր մտերիմ ընկերոջ Օսիպ Մանդելշտամի Հայաստան կատարած այցելությամբ։ Մանդելշտամը հիացած Հայաստանի գեղեցկությամբ, պատմությամբ, հարուստ ժառանգությամբ, հյուրընկալությամբ, ճամփորդությունից վերադարձավ կերպարանափոխված։ Հայաստանի մասին նրա պատմությունները Ախմատովայի հոգում թողեցին մեծ հետաքրքրություն եւ ավելին իմանալու ցանկության կայծ։ Ախմատովային իր բարեկամները կնչեցին Անուշ անունով։ Անուշ, որովհետեւ Մանդելշտամը եւ մյուս գրողները, ովքեր սիրում էին Հայաստանը, շատ լավ ծանոթ էին Թումանյանին, Անուշ այդ անվանումը Թումանյանի հայտնի պոեմից է քաղված, եւ Աննա Ախմատովան ընկերական շրջապատում բոլոր նամակներում այդպես են գրում. Անուշ, կնքվեց Անուշ անունով։ Եվ այսպես Հովհաննես Թումանյանի ստեղծարարությունից փոխառված Անուշ անունով ոգեշնչված Ախմատովան սկսեց ուսումնասիրել մեր գրականությունն ու մշակույթը։ Այս անունը նրա համար դարձավ Հայաստանի հետ կապի խորհրդանիշ, անձնավորելով նրա կանացիությունը, ապրումներն ու փոթորիկները իր հոգում։ Ես այս շրջանը Ախմատովայի կոչում եմ ընկղմում հայ գրականության մեջ։ Ուսումնասիրելով Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, Ախմատովան չէր կարող անտարբեր մնալ Հայաստանի պատմության ողբերգական էջերի նկատմամբ։ Թարգմանելով Թումանյանի քառյակները, երազումս մի մաչի շատ լավ գիտեք, նա նախագծում է նաև իր սեփական ողբերգությունը, իր ամուսնու մահը, իր որդու ձերբակալությունը, հայ գրականության մեջ գտել էր հայելին իր հոգեկան տառապանքների։ Հայի նմանակում
Այս վերնագրով թարգմանության մեջ Ախմատովան փորձում է պատմել մեր ժողովրդի գլխին եկած փորձանքներն ու աղետները, հայոց ցեղասպանությունը, զուգահեռ անցկացնելով ստալինյան ռեժիմի բռնաճնշումների հետ, ինչը ինքը տեսել էր լիուլի ու տարապել էր այդ տարիներին, շատ ծանր կյանք ապրելով։ Նրանց տեսակորությունն ու թարգմանությունները ես անվանում եմ այսպես երկխոսություն հայ բանաստեղծների հետ։ Ախմատովան իհարկե չի սահմանափակվել միայն Թումանյանի ուսումնասիրությամբ, նա թարգմանել է հայ դասականների Վահան Տերյանի, Դանիել Վարուժանի, Իսահակյանի եւ Չարենցի ստեղծագործությունները։ Նա առանձնահատուկ համակրանք ուներ Չարենցի նկատմամբ, հիանալով նրա բանաստեղծական տաղանդով ու մտքի խորությամբ։ Ժառանգություն, որ ապրում է, այսպես ներկայացրեց հայ գրականությունը, աշխարհի մեծագույն գրողներից մեկը, աշխարհահռչակ Աննա Ախմատովան, եւ Չարենցի թարգմանությունների ժողովածուն, որի վրա Ախմատովան երկար աշխատեց, թեպետ լույս տեսավ նրա մահից 20 տարի անց, սակայն նրա ներդրումը անգնահատելի է, նա ռուս ընթերցողներին ոչ միայն ծանոթացրեց հայ պոեզիայի գլուխգործոցներին, այլև դրսևորեց խոր ըմբռնում եւ կարեկցանք մեր ողբերգական պատմության նկատմամբ։ Աննա Ախմատովայի եւ Հայաստանի պատմությունը սիրո, ոգեշնչման, մշակութային երկխոսության լավագույն մի օրինակ է։ Առանց մեր երկիր այցելելու նա կարողացավ զգալ մեր հոգին, գեղեցկությունն ու ողբերգությունը, թողնելով իր հետքը մեր սրտերում։ Հուլիսի 11-ը Աննա Ախմատովայի ծննդյան օրն է։